Այսքան ընդդիմությունը պետք է քննադատությանը միշտ կողմ է, միշտ ցանկացած տեսակի քննադատություն վարչապետի չէ չպետք է պատրաստ լինեմ։ Չէ, ես չպետք է ատելության խոսք։ Ես չպետք է ատելության խոսքի պատրաստ լինեմ, ոչ մի մարդ չպետք է ատելության խոսքի պատրաստ լինի, երբ որ վարչապետի անչափահաս երեխաների նկատմամբ, իշխանության ընտրած 680,000 քաղաքացիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, բռնության կոչեր են հնչում, պետք չի դրան պատրաստ լինել, պետք է դրան հակադարձել։ Պետք է դրան հակադարձել սաստման խոսքերով եւ ոչ թե ատելության խոսքով։ Բազմիցս բռնության կոչ է հնչեցել, ինչու հակառակ պատկերացնել։ Երբ հնչեցրել ընդդիմությանը կտանք բորձուր լիզել, կոնկրետ դեպքերով ասել, պատկերավոր ներկայացրել այն գործողությունները, որոնք տեղի են ունենում օրինակ ոչ կոնկրետ իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կատարվում են կոնկրետ ոստիկանական գործողություններ, որոնց մեջ կա նաև ֆիզիկական ուժի կիրառության հատված։ Այդ ֆիզիկական խոսնակի եմ լրատվականից ինձ եք հարց տալ, ինձ եք խոսնակի εμից հարց տալ, եք ինձ խոսնակի εμից հարց ներկայացուցիչ եմ ձեզ ասում։ Իշխանության ներկայացուցիչ ինչ կապ ունի խոսնակի եմ հետ։ Համակիրը ասում է արցախցիներին պետք է բոլորին սպանել։ Ժողովուրդ ջան, ձեր համակիրները, ավելին ասեմ, ձեր քաղաքական դաշտի կրողները, օրինակ ձեր լրատվական մեդիայի կրողներից մեկը TV 5-ի գլխավոր խմբագիրը ժամանակին ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Ես հիմա ձեզ դնեմ նույնացնեմ, ասեմ դուք հոկտեմբերի 27-ի գործով անցած մարդ եք։ Բա ես ինչ կապ ունեմ խոսնակի եմ լրատվականի հետ։ Ինչ կապ ունի։ Ձեր համակիրներն են ասում։ Ձեր համակիրները մենք 680,000 եւ ավել համակիր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ Եվրոմեդիայի եմիլ բանն է։ Չէ, բայց հասկանում եք հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ամենապրոռուսական ուժերը ստեղծել են Եվրոմեդիա անունով լրատվական ալիք, այդ լրատվականի ալիքին էլ պետք է կարծում եմ խոսույթին ու առհասարակ քաղաքական գնահատականներին էլ պետք է վերաբերվել ճիշտ նույն կերպ։ Հիմա որ ասում եք չունենք, ովքեր են գալիս։ Դեմ եք մամուլի բազմազանության։ Լրիվ կողմ եմ, հատկապես ֆանտաստիկ եմ համարում, որ պրոռուսական ուժերը ստեղծում են Եվրոմեդիա անունով հեռուստաալիք։ Ֆանտաստիկա։ Պարոն Ալեքսանդրյան, Չեմ քննադատում, էլի փաստն եմ արձանագրում։ Դուք ոնց որոշեցիք, որ պրոռուսական ուժերն են ստեղծել։ Ես ասում եմ Արման Վարդանյանն է ստեղծել։ Եվ նա հանդիսանում է շարունակեք միտքը։ Լավ, ես չեմ ասի, ես ինչ գործ ունեմ։ Բոլորը հմեք լինեն այս երկրում, բոլորը հայ։ Չէ, ցավոք սրտի բոլորի պրոֆեսիոնալիզմը չի ների հմեք լինեն այս երկրում, բայց այնուամենայնիվ։ Ձեր պատկերացումը դա է, պարոն։ Չէ, ես լավ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ փոքր-ինչ բան նկատի ունեցա։ Գուցե լավ, կներեք, sense ձևակերպեմ հարցը։ Օրինակ, հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող մագլցել են անմատչելի գագաթը, որը սահմանել են Եվրոմեդիա լրատվականը, լրագրող Սյուզի Բադոյանը, հրապարակ լրատվականը եւ մնացածը։ Բայց ինչով եմ թիրախավորում, ասում եմ, նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունով է։ Հիմա ապօրինի Բաքվում գտնվում է, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ մեկը չի լուսաբանում։ Ձեր հեգնանք ամենևին տեղի չի։ Դե որովհետև այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ էլի հանրությանը առհասարակ եթերա տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, հմեկը տարապես չի։ Պարոն Ալեքսանդրյան, ներողություն ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանապահությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Չէ, ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա ընդդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ձեզ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Դա էլ ասեմ ձեզ։ Հիմա տեսեք։ Համաձայն եմ, ամոթ իրենց։ Հիմա այս նոտայի վրա անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում։ Ինքը իր Բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքը։ Չէ, հիմա դուք էլի հա ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ
ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս, որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։ Պարոն Ալեքսանյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հյուպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն, որ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն է։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել, էլի։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսյան, Ստալինապաշտ տերտերը, օրինակ դա ինչ արտահայտում։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի Տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, հոգևորականները։ Տերտեր, բառը Տերերի տեր։ տերտեր բառը հայերենում օգտագործում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսք է, դա էլի գնահատական ինչ ասել։